Պարոն Միքայելյան, մենք այս պահին ուղիղ եթերում ենք եւ վրանի ներսում, Ազատության հրապարակում տեղադրված վրանի ներսում պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Խնդրեմ ներկայացրեք դուք ինչ լուծման տարբերակներ եք առաջարկում Արցախի հարցի վերաբերյալ։ Ես իմ խոսքս հռետորական չհնչի, բայց ասեմ մեր բարբառով, ուրեմն կոշտը սոված են ղադիրի գյուդում չի։ Այսինքն կուշտ մարդը, կուշտ ժողովուրդը երբեք դժվարության մեջ գտնվող մարդու իրական, ամենաիսկական դրությունը չի կարող հասկանալ։ Դա ես ասում եմ շատ այսպես ծեծված, շատ այսպես ասած երևի դարերի խորքից սերնդեսերունդ եկած խոսք եմ ասում։ Դժվար է այստեղի ժողովրդի մտածելակերպը համադրել Արցախից բռնի տեղահանված հազարամյակների պատմություն ունեցող մի այնպիսի նահապետական ժողովրդի, որը որ կոչվում է Արցախի կամ Ղարաբաղի ժողովուրդը։ Ղարաբաղի ժողովուրդը լավ կյանքից չի եկել այստեղ։ Ցավոք սրտի կասեմ, Հայաստանի ժողովրդի մի մասը դա ակնկալում է մեզ տեսնում է, ներողություն եմ խնդրում իմ հայրենակիցներից, Ռոբ կամ Սերժով։ Ես դիմում եմ կոչով Հայաստանի ժողովրդին, ժողովրդի այն իսկական մասը, ինչպես որ մեր մեծ կոմիտասներ ասում, ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք եւ սովորեցեք նրանից։ Թող հասարակ արցախցին, պարզ արցախցուն, թող Ռոբով կամ Սերժով չչափեն։ Ես չեմ ուզում վատ բան ասել, դա պատմությունը իր գնահատականները կտա, ժողովուրդը կտան եւ այլն, բայց վստահեցնում եմ, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանց, եթե չգիտեմ Արցախի ղեկավարությամբ չափեն եւ այլ, էլի կսխալվեն։ Եթե այնտեղից բռնագաղթվել է, ասում են 30,000, 35,000 ընտանիք, դրա 5 մաքսիմում 10%-ն է, որ կարելի է ասել, չգիտեմ, կոռուպցիաներ են եղել, բայց պարզ մարդիկ, ինչպիսին ես եմ, օրինակի համար Արցախի դարի լավագույն մանկավարժներից մեկի ընտանիքում եմ ծնվել, վաստակաշատ երկկողմանի մանկավարժների ընտանիքում, ինքս բազմաբնույթ այսպես աշխատանքներ եմ տարել Ասկերանի կոմունալ տնտեսությունից սկսված, Արցախ ավտոտրանս էր կոչվում, Արցախ ավտոտրանսում եմ աշխատել, ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, բանակում, կամավորներից մեկն եմ եղել, որ գնացել եմ ծառայել։ Պարոն Միքայելյան, ներկայացաք արմատներով Գետաշենից եք եւ ներկայացաք նաեւ, որ ջոկատի հրամանատար եք եղել։ Այո, Խնկավան գյուղի ջոկատի հրամանատարն եք եղել եւ մասնակցել եք տարբեր պատերազմների, բայց տեսեք, այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունը պաշտոնապետական մակարդակով հայտարարում է, որ արցախցիները չեն կռվել, 5 միլիարդի զենք յուղած թողել են այնտեղ եւ փախել եկել են մայր Հայաստան ու նաև Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արցախցիները ընդհանրապես չեն կռվել, ասաց լրագրողին ասաց մնայիք ու կռվեիք։ Դուք ինչպես կբացատրեք այս ամենը եւ ընդհանրապես ձեր արձագանքը, հա։ Այդ ասողները ճիշտն ասած, ընդհանրապես երևի չեն էլ գիտակցում ինչ են ասում։ Իրենք վառոթի հոտ շնչած չկան, էլ չեմ ասում արտաշնչած։ Ասողները ընդհանրապես իրական կյանքից կտրված ոչ մի օրգանական կապ չունեն հայ ժողովրդի հետ եւ մասնավորապես Արցախի Ղարաբաղի ժողովրդի հետ։ Նրանք չեն հասկանում ինչ են ասում։ Պատմությունը վստահ եմ դրանց իր տեղը կդնի։ Երբ այդա չգիտեմ, բայց վստահ եմ, որ Արցախի ժողովուրդը ամեն հնարավոր եւ անհնար արել է ու անում է։ Ուղղակի կարող եմ ասել, որ սա վատ ղեկավարության եւ Արցախի ժողովրդի, ընդհանրապես ժողովրդի բնույթը չեն հասկացել։ Որտեղի վատ ղեկավարության Հայաստանի թե Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության։
Հայաստանի ղեկավարությունը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում պաշտոնապես, բայց այսօր իրենք իշխանավորները մեղքը գցում են Արցախի ղեկավարության վրա, ասում են Սամվել Շահրամանյանը թղթով Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Ձեր կարծիքով ի վերջո ով Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Դե դա ճիշտ ասած, այսպես ասած, իրենց մտածածին Սարդոստյան է, սա մեղքը գցի նրա վրա, նա մեղքը գցի սրա վրա, դրա մեջ ռացիոնալ հատիկ չկա, բնականաբար մենք չենք ունեցել նվիրյալ առաջնորդ չենք ունեցել եւ մտածում եմ, որ ի վերջո Արցախը հանձնեց եւ Արցախի եւ Հայաստանի վատ ղեկավարությունը, եթե պետք լինի, ես կարամ սրանք անգամ փաստերով եւ ամենակարևորը, որ ինչպես Գարեգին Նժդեհն ասում, որ արդարության պակաս կար։ Այդ արդարության պակասի գուցե ես ասեմ, այն լիարժեք չեն օգտվել մեր ժողովուրդը, այն ինչ էր դժվար էր 25-26 տարի լավ դիրք էր սարքել, այնպիսի անառիկ ամրոցներ կարելի էր սարքել, բայց ով էր լսում։ Դժվար էր, որ Արցախում նժդեհագիտություն քարոզեին։ Ես ինքս հպարտորեն ասեմ։ Չեն քարոզել։ Իհարկե չեն արել, ժողովրդի հետ երիտասարդության այն աշխատանքը չի տարվել, ինչ որ կարելի էր անել։ Տեսեք, ինչու դրա մասին մենք հիշեցինք 18 թվականից հետո, արդյոք սա քարոզի հետևանք չէ։ Ես Արցախում եղել եմ եւ գիտեմ, որ պարբերաբար միջոցառումների ժամանակ միշտ խոսվել է հայրենասիրության մասին եւ միշտ դուրս է բերվել միջոցառումների սկզբին դուրս է բերվել եւ Հայաստանի Հանրապետության դրոշը եւ Արցախի Հանրապետության դրոշը ու նման խնդիր չի եղել եւ դրա մասին խոսվում է միայն 18 թվականից հետո, ինչու։ Ներողություն, միշտ էլ բոլոր ժամանակներում խոսվել է այդ մասին։ Ուղղակի այն անձիկ որոնք որ պատասխանատու էին, նրանք համապատասխան ձևով չէին գիտակցում։ Էլի Նժդեհից պետք է մեջբերում անեմ։ Նժդեհն ասում է, ամենակարող է այն առաջնորդը, որը կարող է անպարտելիության հավատ ներշնչել իր ժողովրդին։ Նժդեհյան գաղափարները տոգորված ղեկավար չենք ունեցել ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախի Հանրապետությունում։ Մեր գեներալները։ Ես ինքս օգտվելով առիթից թե պաշտպանության նախարարություն ինչքան ծանոթ ունեի, հին հրամանատար ունեի ղեկավարության մեջ, ընտրությունների ժամանակ մի քանի անգամ Բակո Սահակյանին եմ խնդրել ասել, Արայիկ Հարությունյանին, ոչ, մեր բարբառով ասած ԽԾԲ, խնամի ծանոթ բարեկամություն են առաջնորդում ասել։ Դե Արցախում շատ են օգտագործում, այստեղ շատ քիչ են օգտագործում։ ԽԾԲ էր, ԽԾԲ-ի զոհ դարձան։